նիստը հայտարարում է բացված։ Ինչպես գիտեք, համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 65-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերի եւ Գյումրի քաղաքի ավականու կանոնակարգի 105-րդ, 106-րդ կետերի ավականու ընդհանուր թվի 1/3-ի, այս դեպքում քաղաքացիական պայմանագիր խմբագրության նախաձեռնությամբ այսօր գումարվել է ավականու արտահերթ նիստ նախաձեռնողի սահմանած օրակարգով։ Միաժամանակ հաշվի առնելով, որ նախագծում ներկայացված է թվով 24 գործերից կան գործեր, որոնք անմիջական կապ ունեն իմ շահերի հետ, առաջնորդվելով տեղական ինքնակառավարման մասին օրենքի 21-րդ եւ առաջին հոդվածով, ավականու կանոնակարգի 30-րդ կետի 8-րդ ենթակետով հայտարարում են, որ որպես ավականու անդամ ես Վարդան Ղուկասյանը, Ավետիս Սարակելյանը եւ Գևորգ Ղուկասյանը չեն մասնակցելու այս նախագծի քվեարկությանը, սակայն որպես նիստը վարող շարունակելու եմ իմ գործառույթները։ Ես մինչև նիստը սկսելը ուզում եմ շնորհակալություն հայտնել ՔՊ-ի 5 անդամներին, որ այս 24 գործը, որ ներկայացրել են, իրենք հրաժարական են տվել եւ ընդդուք իշքան գիտեմ կուսակցությունից են դուրս եկել, թե մնում են, բայց ուզում եմ իրենցից շնորհակալություն հայտնել, անուններն էլ բարձրաձայն են։ Նիկոլայ Ղազարյան, Հարություն Նիկողոսյան, Երվանդ Խանամիրյան, Աղասիմ Աբևոսյան, Հասմիկ Ստեփանյան։ Եվ Ադամյան համբարձումն էլ հրաժարված նորից, շնորհակալություն եմ հայտնում իրենցից եւ ասեմ, որ ես չեմ մոռանա ոչ մի բան, ասեմ ձեզ։ Հիմա ուզում եմ այսպես մի հայտարարության բանի կարգով ուղղակի լավ ես ասեմ, Գյումրի համայնքի ավականու շահերը ներկայացնելու համար ներկայացուցիչին լիազորելու մասին օրակարգը Քենարիկ Հարությունյան, օրակարգը թող ասի, հետո բայց ես ինչ-որ մի քանի բան ունեմ ասելու, հետո շարունակենք։ Եկեք ես դեպից ասեմ։ Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Մենք արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ ենք հանդես եկել։ Խոսքը վերաբերում է Գյումրու համայնքի ավականու շահերը ներկայացնելու համար ներկայացուցիչին լիազորելու մասին նախագծին։ Ես նշեմ, որ իհարկե նախագծին ծանոթ եք, այնտեղ միգուցե իրավական բարդ ձևակերպումներ կան, ես փորձեմ շատ ավելի մատչելի ու հասկանալի լեզվով բացատրել, թե խնդիրը ինչու է եւ ինչու է անհրաժեշտություն առաջացել, որպեսզի մենք այս նախագծով հանդես գանք։ Դեռևս նախորդ տարի դատախազությունը ավականու միջնորդություն էր ներկայացրել, թվով 24 գործերի մասին է խոսքը, որպեսզի մենք դատարան հայցեր ներկայացնենք եւ դատարանը կարողանա վիճարկել, քննել եւ հասկանալ, թե այն 14 հույքերը, որոնք պատկանել են համայնքին, ինչ ճանապարհով են օտարվել, ովքեր են դրանք ձեռք բերել եւ առհասարակ ինչ է տեղի ունեցել։ Եվ քանի որ ավականին ինքնին հանդիսանում է համայնքի շահերի այսպես առաջնային պաշտպանը, մենք մեր պարտքն ենք համարել նաև քաղաքական առումով այդ հայցերը ներկայացնել դատարան, որովհետև մեզ համար որպես ավականու անդամ եւ որպես քաղաքական ուժ շատ կարեւոր է եւ հետաքրքիր է, թե ինչ սխեմաներ են գործել ժամանակին նախորդ քաղաքապետերի պաշտոնավարման տարիների ընթացքում, ինչ հնարավոր չարաշահումների եւ կեղծիքների մասին է բարձրաձայնում դատախազությունը։ Իհարկե մեղավորների, անմեղների մասով կարծում եմ դատարանը կպարզի, մենք այդ դաշտ չենք մտնում, իհարկե նաև հարգելով բոլոր մարդկանց անմեղության կանխավարկածը, բայց դատախազության միջնորդությունը եւ այն փաստերը, որոնք ներկայացվել են, բավականին խոսուն են, հուսամ հասցրել եք ծանոթանալ գործի մանրամասներին։ Եվ հիմա դատարանը շատ կարևոր է համարում, որպեսզի մենք ավականու որոշմամբ լիազորենք փաստաբանին, որպեսզի ինքը կարողանա համայնքի ու նաև ավականու շահերը ներկայացնել դատարանում։ Դեռևս նախորդ տարի քաղաքապետարանը փաստաբան
Հակոբյանի հետ կնքել էր պայմանագիր եւ ըստ այդ պայմանագրի Տիկին Հակոբյանը պետք է մեր շահերը ներկայացներ դատարանում, բայց հիմա դատարանը անհրաժեշտություն է տեսնում, որ ոչ միայն պիտի պայմանագիր լինի, այլ նաեւ ավականու որոշում, որը կհաստատի այդ մասին։ Իհարկե Տիկին Հակոբյանը առիթ կունենա նաեւ իրավական առումով ձեր մի շարք հարցերին պատասխանելու, բայց ես մի քիչ ժամանակից առաջ ընկնեմ, ասեմ, թե մոտավորապես ինչ բնույթի գործերի մասին է խոսքը։ Մասնավորապես 2007 թվականին քաղաքապետի որոշմամբ Տիգրան մեծ 31 հասցեի հողամասը օտարվել է Գյումրու հրաշամանուկներ ՍՊ-ին, ուղղակի վաճառքով օտարվել է եւ ստացվել է, որ հետո այդ նույն հասցեում տեղակայված հողամասը պաշտոնական կեղծիքի կատարմամբ բաժին է հասել հրաշամանուկներ ՍՊ-ին, հետո դարձել է այդ ՍՊ-ի սեփականությունը։ Այստեղ գործի մանրամասները բավականին շատ են, ես չեմ ուզում այսպես շատ մանրամասն իրավական այսպես մանրունքների մեջ ընկնել։ Մյուսը ձեզ շատ հայտնի Օազիսի գործն է, երբ թվով 5 հողամասեր Վարդան Ղուկասյանի որոշումների հիման վրա օտարվել են Ամբերտ ՍՊ-ին, իսկ այդ ՍՊ-ն պատկանում է Էլի Ղուկասյանների ընտանիքին եւ մի խոսքով, այսպես 24 գործեր հարկելի գործընկերներ, դատալեքսում այդ գործերի մասին ամբողջական ինֆորմացիա կա, կարող եք ծանոթանալ։ Ես նշեմ, որ բոլորդ քարոզարշավի ընթացքում խոսում էիք գյումրեցիների մասին, խոսում էիք Գյումրու մասին, կարևորում եք, որ մեր քաղաքը ձեզ համար կարևոր է։ Ես իհարկե ուզում եմ դրան հավատալ եւ հիմա եկել է ժամանակը, որպեսզի մենք հասկանանք իսկապես մենք մտածում ենք մեր քաղաքի ու մեր քաղաքի բնակիչների մասին, թե ուղղակի այսպես մեր կապարանոց արտահայտություններ ենք անում ու անցնում ենք առաջ։ Համայնքային գույք է օտարվել, համայնքային գույքը օտարվել է խախտումներով, չարաշահումներով եւ հիմա մենք հնարավորություն ենք տալիս, սուտ է, ճիշտ է, դատարանը կորոշի, մենք այստեղ դատավոր չենք, ես քաղաքական գնահատական եմ տալիս, մենք դատավոր չենք, որպեսզի որոշենք սուտ է, թե ճիշտ է, դրա համար մենք մեր կողմից նախաձեռնողականությամբ ենք հանդես գալիս, որպեսզի դատարանը ի վերջո ապացուցի, սուտ է, թե ճիշտ է, իսկ եթե դուք հրաժարվում եք դա անել, նշանակում է, որ շատ լավ, պարոն Ղուկասյան, ձեր մեր գործընկերներ իրենց քվեարկությամբ կհաստատեն հրաժարվում են թե ոչ։ Եվ իրականում դատարանը կպարզի բոլոր հնարավոր մեղավորներին ու բոլոր այն հնարավոր գործարքները, որոնք այդ տարիների ընթացքում երկու քաղաքապետերի եւ պարոն Ղուկասյանի եւ պարոն Բալասանյանի ժամանակահատվածում տեղի են ունեցել, ու իմ համար նաեւ շատ կարեւոր է, որպեսզի մենք հստակ հասկանանք, մենք ինքներս նպաստելու ենք, որպեսզի մեր երկրում լինի օրենքի գերակայություն, թե ոչ, թե մարդիկ իրենց պաշտոնական դիրքը օգտագործելով, իրենց հնարավորությունները օգտագործելով կարող են համայնքային գույք այսպես յուրացնել եւ չգիտես ինչ ճանապարհով այդ գույքը դարձնել իրենց ընտանիքի սեփականությունը։ Թերևս այսքանը, եթե կլինեն հարցեր կպատասխանեն իրավական առումով, կարծում եմ Տիկին Հակոբյանը շատ ավելի լավ կկարողանա ձեր հարցերին պատասխանել, բայց կախված հարցերի բնույթից արդեն կորոշենք ով կպատասխանի։ Եթե հարցեր կան, ես ուղղակի կիսատ սովեցի, կարել նայած, որ կիսատ սովեցի, շարունակեմ, նստեք, ես ուղղակի այսպես ուզում եմ մի քանի բան ասել, որ բոլորին հասկանալի լինի, ճիշտ ասած այդ 24 գույքը, որ այդպես ներկայացվում է, դա իրենից, ուրեմն բոլոր ժամկետանց գործեր են, 12 գործ ինչքան գիտեմ դատարանը հետ է ուղարկել, որովհետև դա ժամկետանց գործեր են։ Բայց մեր խմբակցությունը անպայման կողմ է քվեարկելու, ուղղակի մի քանի ավելացումներ եմ ուզում անել, որ թե ովքեր են գտել այդ 24 գույքը, որ դա իրոք կոպիտ խախտում է։ Նախ դա գույք չի, հող է, հողի մասով է, ոչ թե ինչ-որ շենք շինություն, եթե 4 աստիճանի վնասված ունի գույքը, ուրեմն դա անպայման պետք է քանդել, դա գույք չի համարվի։ Ուրեմն դրանց վերաբերյալ ես ասեմ, որ մեր քաղաքապետարանում լուրջ ավելի գործեր կան, որոնք հսկայական գումարներ կբերեն քաղաքապետարանին եւ իրոք խախտումներով
նախկինների կողմից արվել է այս 24 անունը, որ այդպես հնչեղություն է տրվում, Վարդան Ղուկասյան ազգանունը, հետո Պալասանյան Սամվելներին կողս եկավ, ոնց որ հավանական է Սարիկն եք եկա, այլ մյուսներ դիգա, որովհետև որ քաղաքապետը շատ պատասխանատու է, հետո մի ամիս այսպես է այս երկրում, բոլոր քաղաքապետերը դատում են, նախկինում ներկանել արդեն սկսել են։ Հիմա ուզում եմ ավելի կարևոր բաների մասին ասել, ես, որ այս սրանց նկատմամբ ուրեմն մենք առաջարկում ենք, օրինակ ես առաջարկում եմ, ես ասում եմ նորից կողմ ենք քվեարկել, բայց առաջարկում ենք, որ փաստաբանը ինքը շահել է այս գործերը, 5 միլիոն դրամ են տվել իրեն, 409 չգիտեմ ինչ կան, ինքը պարզաբանում տա, հաշվետվություն տա, և մենք ավելի կարևորագույն գործեր ևս ավելացնելով ներկայացնենք դատարան։ Դրա համար առաջարկում եմ, որ հետագայում անպայման այս հարցը բարձրաձայնենք նորից նիստ հրավիրենք, նորից քննարկենք այդ հարցերը։ Օրինակ, մի քանի բան ուզում եմ ասել։ Երկաթգծի կայարանի ուրեմն հիվանդանոցի շենքը, որ 17,000 քառակուսի մետր, մոտավորապես 10,000 շենք շինություն, 10,000 քառակուսի մետր մեջ ընդգրկված շենք շինությունը, տրվել է ինչ-որ մի կազմակերպության 0 դրամով, որպեսզի ներդրումներ անի 15 թվականին։ Մինչև այսօր ոչ մի բան չի արվել, ոչ մի հարց չի լուծվել, ոչ մի բան չեն արել և այսպես թողել են բախտի քմահաճույքի։ Մյուսը, ես առաջարկում եմ, որ ջրմուղի 44%-ը, որ տրվել է կառավարությանը և կառավարությունը տվել է վիոլա ջրին, ուրեմն անպայման քրեական գործառույթի սրա վերաբերյալ մենք բարձրաձայնենք ավականիներս, թե քաղաքը այսքան ամենաաղքատ քաղաքն է համարվում Հայաստանի աղքատ բառը չեմ ուզում ասել, անապահով խավը գտնվում է Գյումրի քաղաքում և 44%-ը քաղաքի ունեցվածքի վերցրել և տվել են ինչ-որ վիոլա ջրին։ Վիոլա ջուրը հսկայական շահույթներ է տանում Գյումրի քաղաքից, մի կոպեկ չմուծելով Գյումրի քաղաքապետարանին, ընդդուք հույկա հարկն է ազատված, հողի հարկից է ազատված և քաղաքապետարանը ոչ մի բան չկարողանել այդ վիոլա ջրի նկատմամբ։ Ես առաջարկում եմ, որը մոտ 30-ից 50 միլիոն դոլարի մասին է խոսքը, այդ ինչ-որ իրանք ներկայացնում են 1 միլիոնի շատ չկա, գիտեմ եմ։ Իսկ սա 30 միլիոնից 50 միլիոնի մասին է խոսքը։ Մյուսը, Մանկավարժական ինստիտուտի շենքը, որ 22 թվականին սեփականաշնորհվել է մի հատ ինկուբացիոն կառույցի, քաղաքի ամենակարևոր շենքերի մասին է խոսքը, շենքի մասին է խոսքը։ Տվել են Երևանյան մի հատ կառույցի, այս Երևանյան կառույցը հսկայական վարձակալության գումարներ է հավաքում Մանկավարժական ինստիտուտի շենքից, ես առաջարկում եմ, որ ովքեր որ օտարել են, ովքեր որ թեկուզ Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, մենք դատի տանք և քաղաքի ունեցվածքը հետ վերցնենք, եթե պետք է տայք, ուրեմն տայք Գյումրու քաղաքապետարանին, մենք կլինեինք կնորդը, ունտու չնչին գումարներով, հավանական է միլիոն դրամ չի կազմում, որ այդպես տվել են այդ ինկուբացիոն կազմակերպությանը։ Թումոյի շենքը, Հայաստանի Հանրապետության համար առաջի թատրոնը 0 դրամով տվել են Թումոյին։ Ես չգիտեի ովքեր էին հետևը կանգնած, ցավոք սրտի $30,000 ես իմ ընտանեկական բյուջեից համար առաջին ներդրողն եմ եղել այդ Թումոյին, գիտենալով, որ քաղաքի համար է, ժողովրդի համար է, բայց ցավում եմ, որ հետևը հասկացա ովքեր են կանգնած և դրանք խոչընդոտ են հանդիսանում մնացած գործունեությանը, չեմ ասում շուկան անդելուց թե Թումոն ինչ կապ ունի քաղաքի կենտրոնական շուկայի հետ։ 10 տարի վերցրել են կենտրոնական զբոսայգին, մի ներդրում չեն արել, այսինքն ինչ որ իրանք ամբողջ 7,000 հեկտար հողը վերցրել են և ոչ այնտեղ ֆիքսած է պայմանագրերի մեջ, թե ինչ պիտի անեն, ոչ մի բան չեն արել, բացի այդ Թումոյի շենքը կառուցելուց։ Մյուս ասեմ, Ցայգի շենքը, որ եղել է Լենինականի հյուրանոցը, թե ոնց է Լենինականի հյուրանոցը առանց քաղաքապետարանից ուրեմն վերցրել են, տվել են կառավարության գույքի, չգիտեմ ինչ նախարարությանը։ Դրանից հետո Ցայգը, Շանթը, չգիտեմ, Շանթ ասում եմ, Շիրակը, դրանք մի քանի հոգի սեփականաշնորհել են, որոշակի հատվածներ այսօր Հ1-ին է պատկանում, թե ինչ կապ ունի, Հ1-ը ինչ կապ ունի Լենինականի ուրեմն ունեցվածքի հետ։
ես առաջարկում եմ անպայման դատի տանք, հետ վերցնենք մեր շենքերը, վերանայենք սեփականաշնորհման 0 դրամով, որ սեփականաշնորհել են քաղաքի ունեցվածքը, երկրի ունեցվածքը, եւ նայենք թե ով է արել, ինչ է արել, ոնց է արել, որը հսկայական լուրջ բացահայտումներ է։ Մյուսն ասեմ, մարզադաշտը, որ հավանական է մարդկանց չնայած հետ չեմ սիրում ցույց տալ բան այս կոմիկոն կյանքից մեջ առաջ անգամ է որ ձեռով եմ անում բան ամոթել եմ զգում ոնց որ մարդ բանը զգա բայց ինչ անենք այսպես է կյանքը մի խոսքով մարզադաշտը որ տվել են ամիսը 90,000 դրամի պատկերացրեք եթե միայն այդ մարզադաշտը գույքահարկ մուծեր մոտավորապես 5 միլիոն դրամ գույքահարկ կլինի մուծել է հսկայական կառույցը այսօր տվել են 30 տարով տարեկան 1.100.000 դրամ, տարեկան 1.100.000 դրամ, որ հսկայական է հսկայական մարզադաշտը, որ Պաբիս Թուտունի դաշտն է եղել մանկավարժական ինստիտուտի շենքը Պավս է կառուցել։ Մյուսն ասեմ։ Լոզանի համալսարանը, որը առաջվա Խաչատրյան Սեդրակի հիվանդանոցը տվել են Լոզանի համալսարան, այնպեսի անուններ են դնում, որ մարդ շատ խաղում է։ Ոչ Լոզանը կա, ոչ համալսարանը, ոչ դերեգինեն, ոչ էլ դրանք կան։ Խնդրում եմ այդ հարցներ բարձրացում ենք տանք համապատասխան կառույցներին, թե ինչ է անելու, ինչ պայմանագիր ենք ընկել, թե ինչքան է կազմում այդ գումարները, ինչ պետք է անեն, ոնց պետք է անեն, թե դրանք ինչ իրավունք ունեն, այսպես կանում մեր քաղաքի ունեցվածքը կառավարությունը արագ կաշկով այն լավ խասթիկեկը վերցնում է իրան, ընդեր նստած հետները պայմանավորվում են, բան են անում ու չգիտեմ ինչ են անում։ Այսինքն քաղաքի ես հավականում եմ դիմում, որ այդ ամեն ինչը ինչ որ բարձրացնում են, դրանք ավելի կարևոր են, քան այս գործերը, բայց այս գործերը թող գնան միանշանակ մենք կողմ ենք քվեարկել։ Մյուսը տրանսպորտի փողերը, որ եկա դիմաց էր քննչականում, այնտեղից պատասխան պահանջեցինք, ասեցինք գործը անցավ, փակին, բան, ասենք մի կոպեկ, կա որ ասենք ամիսը մուծել են 500,000 դրամ, 800,000 դրամ, ասենք այդպես հայտարարություն էլի բան, այդ գումարները ուր է գնացել։ Դրա վերաբերյալ խնդրում եմ դուք նկատի ունեցեք, լուրջ բան արեք։ Արևային պանելների հարցը, որը եւս հիմա քննարկման մեջ փուլում է, թե արևային պանելները, որ վերել են, իրոք համապատասխանում է այն գումարներին, որոնք պետք է ասենք X գումար պետք է ինքը տար, բայց նայում ենք, որ քիչ է տալիս գումարները։ Հավանական է պանելները պետք է ճշտենք, թե ինքը իրենք այդքան պիտի արտադրեն, թե ոչ, կարող է ցածրն են բերել բան։ Այդտեղ է լուրջ աշխատանք կա, պետք է նորից աշխատենք միասին։ Հետո մյուսն ասեմ, քաղաքապետարանը այնքան վատ է աշխատել, որ քաղաքացիները դիմել են դատարան եւ հիմա 50 միլիոն դրամ քաղաքապետարանից գումար են պահանջում քաղաքացիները, որովհետեւ 3 դատարան շահել են, որովհետեւ ավարտական ակտերը չեն տվել եւ ցավոք սրտի նմանատիպ վերաբերմունք են արել իրենց քաղաքացիների նկատմամբ։ Սա մեկ դրվագով։ Ուրեմն երկու հոգի եւս գործից ազատվել են, մոտավորապես մեկը 7 միլիոն է պահանջում, մյուսը 2 միլիոն է պահանջում քաղաքապետարանից։ Այս կրվակները, որ այստեղից հանեցին տվել են դատարան 27 միլիոն դատարանը պարտավորեցնում է քաղաքապետարանին, որ քաղաքապետարանը պետք է 27 միլիոն գումար վճարի տվյալ քաղաքացուն, որովհետեւ ուրեմն քանդել են մարդու ունեցվածքը աբորենի կերպով, պայմանագրերը եղել է, ամեն ինչ եղել է, ժամկետը չի անցել։ Դրա վերաբերյալ եւս ուզում եմ, ովքեր որ նմանատիպ գործունեություն են ծավալել, այդ որոշում կայացնողներին դատի տալ անպայման։ Չեմ ուզում, մի հատ ազգանուն կա, չեմ ուզում ես իշնել այդ կամ բան, ինքը արդեն հասկանում է, իրանք էլ ունեն ինչ-որ շաղանջովան, այդ գործով էլ, որովհետև մարդիկ կարող է ունեն, ինչ անենք, որ ունեն, քաղաքապետեր իրավունք չունեն, ուրիշ ունենալու։ Այսինքն օրենքի մեջ չկա, որ ասենք քաղաքապետը կամ եղբայրը իրավունք չունի ինչ-որ մի բան ունենալու։ Ոնց կարա, օրենքի մեջ այդպիսի բան արձանագրված չէ, մի բան է պիտի խրախուսեն, որ մարդիկ ներդրում են արել, ուրիշտեղ չեն գնացել եւ ասեն, թե աղբյուրն է որտեղից այդ գումարները իրենց։ Այդ ազգանունը ստեղերած է, բայց չեմ ասի։ Հետո կան ձեր բանը, այսօրվա պետական կառույցներում աշխատող ուրեմն քաղաքացիներ, որոնք ագնհայտ մայթերը զբաղեցրել են քաղաքի կենտրոնական հատվածներում, առանցին կուլտիվության առանց բանի փակել են ամբողջությամբ այդ մայթերու բաները, դրանց վերաբերյալ եւս այստեղ մեր մոտ ամեն ինչ կա, կարող ենք ուղարկել համապատասխան կառույցներին։
58-ից երբ մենք ուսացում են անում բան, այդտեղ մենք ռիսկային ենք տեսնում, շատ կարևոր է, որ արել են այդ աշխատանքը հսկայական գումարներ, եւս պետք է քննարկման առարկա դարձնենք։ Կան կրբակներ, որոնք պետական կառույցերում աշխատող մարդիկ են, ուրեմն տրված է իրանց շատ չնչին գումարներով բարձրակալություն։ Իմ ժամանակ հատկացված է եղել այլ գումարներով, ինձանից հետո այսպես բարի դրացիական հարաբերությունների մեջ են եղել եւ կնկել են այլ գումարներով, ցածր չնչին կոպեկներով։ Դրանք եւս պետք է վերանայվի։ Հիմա այստեղ 24 գործերի մեջ կա Տիմիրյազև փողոցը, որտեղ այսինքն առաջվա Շիրակ հյուրանոցի հետևի մասն է։ Այդտեղ մոտավորապես այդ 24 գործերի մեջ 4-ը թե 5-ը մարդիկ բնակարան են կառուցել երկրաշարժից հետո։ Որոնք պատկերացրեք, հիմա մենք ասում ենք, թե պետք է քանդեք ձեր բնակարանները, որովհետև ուրեմն 60 հոդվածի մեջ է ընկել։ Ուրեմն այդ ամբողջ հատվածը նմանատիպ հարյուրավոր բնակարաններ կա, որոնք օրինականացված են։ Այդտեղ կա հստակ բացատրություն ինչ։ Քաղաքի հատակագիծը հաստատվել է 2006 թվականին։ Մինչև 2006 թվականը քաղաքապետարանը աշխատել է սկզբունքով։ Եթե հողհատկացում է արել, ուրեմն պտտեցրել է մարզպետարան, քաղաքաշինության նախարարություն համաձայնություն ստացել է։ Դրանից հետո ինքը թույլտվություն է տվել, մարդիկ կառուցապատում են արել եւ վերջում կադաստրը վկայական է տվել։ Այստեղ մեղադրել քաղաքապետին 24 ուրեմն գործերը ներկայացնել, իսկ 23 թվականի Գյումրու հատակագծում այսօր գեյմպլանի մեջ ֆիքսած է, որ այդ տարածքները պետք է լինեն բնակելիներ։ Այսինքն մենք այդ մարդկանց տները քանդում ենք, հետո այսօր որ գեյմպլանը հաստատված է քաղաքի, ասում ենք դե հնի գնա տազա սարքի։ Տարօրինակ աբսուրդ, տարօրինակ։ Ես չեմ հասկանում, թե դրա տրամաբանությունը ինչի քանում մարդկանց էր տեղավորինը։ Օրինակ ես քաղաքականությամբ զբաղվում, ես քաղաքականությամբ չեմ ուզում զբաղվել, բայց մինորիտարի զբաղվում եմ։ Հիմա այդպիսի խնդիրների առաջ եք կանգնած, ես կասեմ։ Մյուսն ասեմ ձեզ, հետո ավելի մի քանի բան ամոթ է, որ ես բարձրացնում, որովհետև իմ կապին ընկած չէ, ես կյանքում ինձ կրագետին ես ուրիշ բան եմ ասել այժմ։ Այս ամեն ինչը նկատի ունենալով, մյուսն եմ ասում։ 180 միլիոն դրամի, ուրեմն մտել են դատարան, դատարանը վճիռ է կայացրել 180 միլիոնի, եկե հասել է մինչև այսօր հարգադիր կատարման ծառայություն։ 180 միլիոնի գործ կա անդերության մատնված։ Մենք եկել ենք սկսել ենք աշխատել եւ նայում ենք, որ 35 միլիոնի գործը հետ է վերցված առանց ավականու հաստատման։ Այսինքն քաղաքապետարանի աշխատակիցները դիմում են ուղարկել գործերը հետևեք, այսինքն այդ դատարանները պատտվել է ամբողջությամբ եւ 35 միլիոնը օդի մեջ է, որպես ինչ է դուք եք պահանջել։ Հսկա, այսինքն դա յուրացում է, դա գողություն է մեր դպրոցի մասը։ Այս գործերը պետք է տրվի դատարան, որը շատ կարևոր է։ Վերջում են, ես հիմա այս ասեցի, վերջացրեք, ոչ քվեարկեն, ոչ ես չեմ կարող քվեարկել, բայց մերոնք բոլորը կողմ են քվեարկել։ Մյուսն ասեմ։ Մինչև հարցի հարուցելը, փաստաբանի համար պարզ չէր, որ լիազորագրի հետ կապված խնդիր կա։ Ինչու առանց այդ հարցը լուծելու միջոցներ չի ձեռնարկվել եւ հայցը ներկայացվել դատարան, սպառելով այդքան ժամանակ։ Ինչի համար է դրա հետ կապված հարցը բացառացվում վերջի պահին, մի օր է մնացել։ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը ունի որոշումներ նմանատիպ գործերի հետ կապված, որոնցով առկա է հայց ներկայացնելու խնդիր։ Մինչև հայցադիմում ներկայացնելը ժամկետների հետ կապված հարցերը, դուք այդ հարցի մասին տեղեկացրել եք պատվիրատուին, թե ոչ։ Ես էլ չեմ ասի անցնեմ մյուսին, լիազորագիր ավականում նիստը ի սկզբանե սխալ է կարել։ Այսինքն, ձեր իսկ ավականին դեմ է եղել այս հարցերի քննարկման արդեն ասեցի։ Պայմանագրի սխալները նույնիսկ չեն նայել, թե ինչ է կնքել պայմանագրի մեջ։ Ավելին, փաստաբանը չի ուսումնասիրել ինչ պարտականություններ։ Ուրեմն պայմանագիր ենք ընկել։ Պայմանագիրը նայում եք 24 գործերի մեջ ոչ մի բան մեջը ֆիքսած չի։ Այլ ասում են շենք շինություն կառուցելու համար, դուր լուսամուտի համար մենք պայմանագիր ենք կնքում։ Կնքում են փողը ստանում են այդ գործի համար։ Բայց պայմանագիրը կնքել են շենք շինություն կառուցելու բանի համար մեր մոտ նայում ենք այսօր ուրեմն միայն ծիծաղ է առաջացնում։
Դրա համար ես առաջարկում եմ, երբ որ պայմանագիր եք ստորագրում, կարդացեք մի հատ, թե ինչ եք ստորագրում կամ ինչ եք տվել։ Այնքան հապչետ եք արել, որ Ղուկասյան ազգանունը լսել է, քաղաքական այնպեսի ուժեղ պապերերը, որ քերջերը, դա ուրիշ բան են թերը ներկայացրել, այսինքն պայմանագիրը ուրիշ շինություն կառուցելու համար է, շինարարություն անելու համար է, ոչ թե 24 գործերի համար է, ես խնդրում եմ դրանք են նայել։ Հետո պետք է անպայման այս բոլորը վերան նայելի, որ հետո ծիծաղի առաջնորդը քաղաքապետարանի հետ է կապված սրանից հետո, գիտեք, ասենք իմ գործերի մասին ես չեմ ասում, ես ասացի անպայման մենք կողմ ենք քվեարկելու եւ այսքան գործեր կա։ Հետո ով է կարևորը, որ բանը, ամբողջ քաղաքապետարանը 10,000-ավոր նմանատիպ բաներ կա։ Ով է 24-ը ցիտել դուրս հանել միջից ու ներկայացրել։ Դա էլ է հետաքրքիր։ Թե այդ ոնց են գտել այդ 24-ը, այդ 24-ից ավելի կարևորագույն գործեր կա, որ քաղաքապետարանը, ես ասեցի, թե ինչքան գումարներ կգա քաղաքապետարանի բյուջեն։ Մի խոսքով ես շնորհակալություն եմ հայտնում, մենք քվեարկելու ենք կողմ, ոչ հանգարց չասեմ, թե քաղաքապետարանը, այսինքն իմ գլխավորության դեմ է լինելու։ Հարակից զեկուցող Իրինա Հակոբյան։